Այսօր խոսելու եմ մեքենաների, հիբրիդ մեքենաների վրա գազ տեղադրելու մասին, դուք ինձ շատ եք դրա մասին հարցնում, հիմա կարճ կպատասխանեմ ձեզ։ Եթե կարճ պատասխանեմ այդ հարցին, ապա արժի գազ տեղադրել հիբրիդ մեքենաների վրա, որովհետև դա անհամեմատ ավելի խնայող տարբերակ է, բայց մի քանի նրբություններ կա, որոնց մասին ուզում եմ ձեզ տեղեկացնեմ եւ հաշվի առնեք գազ տեղադրելուց։ Ճիշտ է, կան մարդիկ, որոնք ընդհանրապես դեմ են հիբրիդ մեքենաների վրա գազ տեղադրելուն եւ պարզ է, այդ մարդիկ նորմալ է, որ իրենց կարծիքը ունեն, իսկ ինչքանով է վնասում գազը հիբրիդ մեքենային, ապա կարող եմ ասել, որ վնասում է այնքան, ինչքան որ մնացած բոլոր մեքենաներին, բայց գազ տեղադրելը որոշ խնդիրներ է առաջացնում։ Օրինակ, առաջի խնդիրը կապված է նրա հետ, որ եթե գազը լավ որակի սարքավորումներով եւ լավ որակի մնացած դետալներով չի հավաքվում, դա ժամանակի ընթացքում իր հետ բերում է խնդիրներ, իսկ քանի որ մեքենան հիբրիդ է, այդ ժամանակ դժվար է այդ խնդիրները տարբերել գազինը բենզինից։ Դրա համար առաջարկում եմ, որ եթե ուզում եք գազ տեղադրեք մեքենայի վրա, մանեկեք ու գտեք այն մարդկանց, ովքեր որակով լավ գազ են տեղադրում, իսկ ովքեր արդեն ունեն փորձ, թե որտեղ այդպիսի վարպետներ գտնել, կարող են մեկնաբանություններում կիսվել, նշելով թե ով է, հեռախոսի համարը եւ քանի տարի է իրենց մեքենայի վրա այդ գազը տեղադրած։